Վստահ եմ, դուք չգիտեիք, թե ինչպես BlackBerry ընկերությունը ինքն իրեն ոչնչացրեց։ 2008 թվականին BlackBerry-ն վերահսկում էր սմարթֆոնների շուկայի 43%-ը։ Այն օգտագործվում էր նախագահների, գործադիր տնօրենների եւ այլ հայտնի մարդկանց կողմից։ Սակայն ճակատագրական մի սխալ ամբողջությամբ կործանեց ընկերությունը։ 2007 թվականին Apple-ը ներկայացրեց նոր iPhone-ը։ BlackBerry-ն ծաղրեց այդ նորամուծությունը, ասելով, ով կցանկանա առանց ստեղնաշար հեռախոս։ Սակայն նրանք չհասկացան, որ iPhone-ը պարզապես հեռախոս չէ։ Այն փոքր համակարգիչ է ինտերնետային հնարավորություններով, երաժշտության վերարտադրությամբ եւ հավելվածների միջոցով ընդլայնվող ֆունկցիոնալով։ BlackBerry-ի պատասխանը եղավ Storm մոդելը, սակայն սարքը դանդաղ էր աշխատում եւ հաճախ խափանվում էր։ Ընկերությունը նաեւ անտեսեց շարժական հավելվածների տարածման միտումը, մինչդեռ Apple-ը, Google-ը կառուցում էին հզոր էկոհամակարգեր սմարթֆոնների ապագան ձևավորելու համար։ 2013 թվականին BlackBerry-ն փորձեց վերադառնալ շուկա Z10 մոդելով, սակայն այդ պահին շուկան արդեն ամուր բաժանված էր iOS-ի եւ Android-ի միջեւ։ Z10-ը չկարողացավ մրցակցել, շուտով զգալիորեն արժեզրկվեց եւ ընկերությունը կորցրեց իր դիրքը շուկայում։ 2016 թվականին BlackBerry-ի շուկայական բաժինը նվազեց մինչև 0.1%-ից էլ պակաս։ Ընկերությունը չկարողացավ հարմարվել փոփոխվող իրականությանը եւ ի վերջո կորցրեց ամեն ինչ։ Այս օրինակը հստակ ցույց է տալիս, որ անցյալի հաջողությունը չի երաշխավորում ապագան։ Այն, ինչ մի ժամանակ քեզ հաջողություն է բերել, ապագայում կարող է դառնալ քո կործանման պատճառը։ Հետևեք մեր ալիքին, կտեսնվենք եթերում։